Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջույն եմ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Հայկական Տելեգրամ ալիքներից մեկը այսօր հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ն է, հետևյալ գրառումներ կատարել, գրել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի պատմությունը բաժանվեց երկու մասի, մինչև այդ օրը և այն ինչ այսօր ունենք, այդ օրվանից հետո։ Կարելի է այդպես ասել, որ այսպեսի բաժանում տեղի ունեցավ կտրուկ այն ինչ կար մինչ սեպտեմբերի 27-ը և այն ինչ ունենք այսօր, շատ հեռու են իրարից։ Տեսեք, ես կուզեի սկսենք մեր հաղորդումը ոգեկոչելով բոլոր այն զոհված զինվորներին, սպաներին, կամավորականներին, մոբիլիզացիոն ներգրաված ազատամարտիկներին, բոլորին, հարազատներին նրանց, ոգեկոչենք նրանց հիշատակը և նաև իհարկե հիշատակը հարգելով, հերթական անգամ ցավակցենք բոլոր հարազատներին և դա ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ ընդհանրապես վերջին, կարող ավելի ետ էլ գնալ, բայց վերջին 35 տարվա կտրվածքով Արցախյան ազատամարտի առաջի փուլի 44-օրյա պատերազմի, որը մենք համարում ենք երկրորդ փուլ, զոհվածների հիշատակի համար և ոգեկոչենք այդ հիշատակը և արձանագրենք փաստը, որ ինչ-որ անդրադառնալով արդեն ձեր ասացին, ինչ-որ հիմա փորձ է արվում իրականացնել նոր հայեցակարգային դրույթներով, դա այդ մարդկանց զոհողության արժեզրկումն է փաստացի, որովհետև նրանք կռվում էին հայկական Արցախ երկրամասի Հայաստանին միացնելու համար։ Եկեք չմոռանանք, որ Արցախյան շարժում կոչված այդ ընդհանրական համահայկական գործընթացը ինքը Արցախի միացման Հայաստանին Արցախ երկրամասի Հայաստանին միացնելու համար էր եւ ի սկզբանե, որը հետո ձևախեղվեց, դա հայկական հարցի շրջանակում էր նախատեսվում։ Հիմա ուղիղ անդրադառնալով ձեր հարցին, մինչ 44-օրյա պատերազմը եւ դրանից հետո իհարկե 44-օրյա պատերազմը ինչ-որ իմաստով ջրբաժան էր, բայց ես չեմ կարող ասել, որ մինչ 44-օրյա պատերազմը ամեն ինչ խաղաղ էր եւ ամեն ինչ այնպես էր համահարթ էր, ոչ, այդպես չէր։ Այո, բայց չէ, ուզում եմ ասել, այդ այնպես է նկարագրվում, որ մինչեւ 44-օրյա պատերազմը մենք ունենք լրջագույն առավելություններ մեր թշնամիների նկատմամբ։ Այո, մենք վերահսկում ենք Արցախը, մենք վերահսկում ենք հայկական տարածքները, բայց առավելությունը թշնամու նկատմամբ, որը մենք ունենք ընդհանրենք 94 թվականին մեր ջախջախի հաղթանակից հետո տարիների ընթացքում համահարթորեն, նույն բառը օգտագործեմ, սկսվել էր մսխվել եւ մսխվում էր։ Եվ այն պահին, երբ որ այդ պատերազմը իրականացվեց, մենք ինչ ունենք, եկեք դա հասկանանք։ Մենք ունենք կապիտուլյացիոն, որը հետո արձանագրվեց, կառավարություն, որը իշխանության էր բերվել գործող իշխանական համակարգի շրջանակում, որպեսզի իրականացվեր այն ինչ որ եւ եղավ, այսինքն հանձնվեր Արցախը, դա գիտակցված քայլ էր գործող իշխանական համակարգի կողմից, Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգը իշխանության բերել, իշխանության փոխանցումը նրան։ Մենք ունենք թշնամի, որը փաստացի իր բանակի զարգացման տիրույթում առաջ էր անցել էապես հայկական բանակային միավորներից եւ փաստացի երբ որ մենք համեմատական ենք անցկացնում Ադրբեջանի ծախսերը, բանակային ծախսերը էապես ավելի շատ են, քան հայկականը, չնայած մենք ունենք գերակա դիրքեր, բայց այնուամենայնիվ նրանք պատրաստվում էին պատերազմի, ինչպես հենց այդ ժամանակահատվածում, ոչ թե հենց պատերազմական ժամանակահատվածում, դրանից էապես առաջ դժգոհություն արտահայտեց
երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ որ նա ասեց, այ Ադրբեջան դեռևս նախագահ էր այդ ժամանակ։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք պատրաստվում ենք խաղաղության։ Հա, ոնց որ այսօր Նիկոլ Փաշինյանն է ասում, մենք խաղաղություն ենք հաստատել։ Ադրբեջանը պատրաստվում է, շարունակում է պատրաստվել պատերազմի։ Եվ իրավիճակը փոփոխվեց նաև այն ժամանակ, երբ որ նորից վիճակագրությունն ենք նայում 2000-ականների կեսերին, այսինքն կներեք 2005-6 թվականներից սկսած ադրբեջանական ծախսերը, ռազմական ծախսերը էապես սկսեցին գերազանցել հայկական ծախսերը, ինչի հաշվին։ Կարևոր հարց է, ինչի հաշվին։ Այն բանի հաշվին, որ Ադրբեջանը սկսեց եկամուտներ ստանալ նավթային եւ գազային իր գործարքներից, իսկ դա նշանակում է եւ նաեւ իհարկե բանից երկաթուղային կարգո հնարավորություններից եւ այդտեղ պետք է հստակ նշել, որ այդ հնարավորությունները Ադրբեջանը ստացավ Հայաստանի թողտվությամբ։ Այսինքն բոլոր այդ ճանապարհները, բոլոր այդ խողովակները, բոլոր այդ ծրագրերը իրականացվում են Հայաստանաշրջանցելով, բայց Հայաստանի եւ Արցախի այսպես կոչված քթի տակով։ Եվ հայկական կողմը որևէ շարժ չի արել պարտադրելու, խանգարելու այդ ծրագրերին եւ պարտադրելու, որպեսզի այդ ծրագրերի մեջ ներգրավվի նաեւ Հայաստանը։ Այն ինչ որ անում է հիմա Ադրբեջանը, փաստացի։ Բայց ինչի չէին անում։ Այն ժամանակ էլ հոն Նիկոլ Փաշինյանը չէր։ Այն ժամանակ նշեմ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն էր։ Եվ ոչ մի բան ավելին հայկական բոլոր ենթակառուցվածքները, ռազմավարական ենթակառուցվածքները տվեցին մի երկրի, անունը Ռուսաստան, անխտիր բոլորը։ Գազային հնարավորություններից, տարանցիկ հնարավորություններից սկսած, ատոմակայան, երկաթուղի, որ մեկը ասեմ, հանքարդյունաբերական ոլորտը ամբողջովին փաստացի։ Տրվեց մետրոպոլին, Հայաստանը ընկավ ուղիղ վասալային կախվածության մեջ Ռուսաստանից։ Եվ նույն Ռուսաստանը զենքեր տալիս Ադրբեջանին, դաշնակից Ռուսաստանը։ Հիշում եք ինչ կեղծ թեզեր են, դե իրանք չտան, ուրիշը կտան, ուրիշը չէր տա։ Եվ չկար այդ ուրիշը, որ կտար։ Հետո Ռուսաստանի հետ միասին ներգրավեց նաև Իսրայելը, ինչ-որ ժամանակ հետո։ Դուք պատկերացնում եք, ենթադրենք ԱՄՆ-ն, որը դաշնակից է նույն Իսրայելին, զենք մատակարարեր Իրանին կամ Սիրիային, Ասադի, եւ ասեր, դե մենք որ չտանք, ուրիշը կտար։ Դուք պատկերացնում եք դա։ Այսինքն ամբողջը այդ ճանապարհը, որ մենք անցանք, չմոռանամ հանկարծ իհարկե առաջի նախագահ կոչված Տեր-Պետրոսյան Լևոնին, որը Արցախյան շարժման ալիքի վրա եկավ իշխանության, բայց դեռևս Ղարաբաղ կոմիտեի ժամանակահատվածում իր ծրագրային ելույթում ՀՀՇ-ի համագումարում ասեց, որ Արցախյան հարցը պետք է հանել հայկական հարցից, Ղարաբաղյան հարցը պետք է հանել հայկական հարցից, դա ինքնորոշման տիրույթում պետք է լինի, իսկ արդեն 92, եթե չեմ սխալվում թվականին, իր հարցազրույցներից մեկում ասեց, առավելագույնը, որ մենք կարող ենք ակնկալել, դա ինքնավար կարգավիճակն է, բարձրագույն, թող լինի հանրապետություն, ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմի մեջ, Տեր-Պետրոսյան Լևոնը։ Ուզեմ ասել, այն ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը կազմակերպված պարտություն 20 թվականին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Դրա նախապատրաստական քայլերը արվել են մինչ այդ։ Եվ Նիկոլ Փաշինյանը բերվեց, որպեսզի այդ վերջնական հարվածը հասցնի, որտեղ ինքը պատրաստ էր եւ պատրաստակամ էր այդ հարվածը հասնելու, որտեղ ինքը հենց այդ գաղափարի կրողն էր։ Հայկական հարցի եւ հայկականության առանձնահատկության վերացում որպես այդպեսին, որպես գործոն։ Ինքը այդ գաղափարի կրողն է եւ դա էլ այսօրվա իր հայեցակարգում իրական Հայաստան կոչված ուղիղ հորջորժվում է եւ ուզում են կյանքի կոչել։ Չմոռանանք Նիկոլ Փաշինյանը մի անգամ չէ, մի քանի անգամ է ասել, որ եթե ես պատերազմի չգնայի, այլ պարզապես թղթով հանձնեի Արցախը, ես կդիտարկվեի դավաճան եւ շարունակությունը չի ասում եւ բնականը կիշխանազրկվեր։ Որովհետեւ մարդկանց համար հասկանալի չէր լինի, չէ՞ մենք այդ առասպելը ունենք, որ մենք
տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունենք, էս ունենք, այն ունենք։ Դա այդ պայմաններում դու ո՞նց ես Արցախը հանձնում թղթով։ Ուրեմն պետք է պատերազմով հանձնել, որպեսզի համոզիչ լինի, այո, որպեսզի համոզիչ լինի, այո, պարտությունը իսկ հիմա այս հանրաքվեն սահմանադրության հետ կապված եւս համոզիչ լինելու համար է, որպեսզի այն փոփոխությունը, որը պարտադրվում է Հայաստանին, եւս լինի այս դեպքում գոնե ոչ պատերազմով, բայց որ համոզիչ արդյունք լինի, համոզիչ լինի։ Տեսեք, հիմա ես կանրադառնամ դրան։ Չէ, ես երկուսը ուզում եմ համեմատել։ Չէ, կանրադառնամ դրան համեմատության մեջ, ինչպես դուք եք ասում, բայց այն նախորդ միտքս հետեւյալն է, որ այդ պատերազմում կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը, որը իրականացվեց արդեն նոյեմբերի 9-ի 10-ին, դա կապիտուլյացիա էր ոչ միայն պետական եւ պատերազմական տիրույթում, դա կապիտուլյացիա էր նաև ոգու տիրույթում։ Ես հիմա կգամ ձեր ասացին անմիջապես։ Այսինքն, խնդիր էր, որ հայկական ոգին ջարդվեր նաև այդ պատերազմին եղած ջախջախիչ պարտությամբ։ Հայկական ոգին ընդուներ պարտությունը։ Այդ դա է համոզիչ, որովհետև դուք հիշում եք, չէ՞, եզրույթի բովանդակությունը, համոզիչ ոգու համար, եւ մտքի եւ ոգու, որ դու պարտվել ես, որ դու պարտվել ես եւ այս քո վիճակը տրամաբանական է եւ լավագույնն է։ Հիմա ես նորից մի բան էլ ասեմ, դուք պետք է հիշեք, մենք մեր քաղաքական ուժ ազգային օրակարգ կուսակցությունը ինքը ոչ մեծ ջոկատով մասնակցեց 20 թվականի պատերազմին կամավորական դաշնակցության կամավորական դասակի շրջանակում եւ ես ուզում եմ հիշեցնել մարդիկ մոռացել են դրա մասին ինչ պատրաստակամությամբ էին մարդիկ հայերը կամավորագրվում այդ պատերազմին հերթեր էին կանգնած մարդիկ ուզում էին գնալ պատերազմ պաշտպանեին իրենց հայրենիքը որովհետեւ Արցախը իրենց հայրենիքն է Առավելագույնը արվեց դրա համար ասում ենք կազմակերպված առավելագույնը արվեց որ մենք պարտվենք այդ պատերազմում հայկական կողմի ներկայացուցիչներ որպես կրտսեր գործընկեր էին աշխատում մեր թշնամիների հետ որպեսզի այդ ոչ միայն մտքի այլ նաև ոգին ջարդվեր եւ հիմա արդեն այս ինչ որ արդեն գալիս եմ ձեր հարցին այս սահմանադրությունը որը ուզում է փոխել Նիկոլ Փաշինյանը որտեղից դուրս են ուզում մղել այն ամենը ինչ որ կապ ունի հայության հետ, հայկականության հետ, հայոց պատմության հետ, մեր պատմության եւ մեր ժողովրդի փառահեղ էջերի հետ, չէ, իրավունքների հետ, ինչու եկեք դա իրավունքների հետ երևի թե, հա, հայկական հարցի հետ կապված։ Եվ նաեւ իրավունքները անպայման իրավունքներ։ Ես հարցնում եմ այդպես է։ Անպայման իրավունքներ, որովհետեւ ցեղասպանության եւ հայրենազրկման հատուցման մասին չի խոսվում ընդհանրապես չի խոսվում եւ դա եւ ասվում է որ չենք էլ խոսելու եւ ես վստահ եմ որ եթե սահմանադրության նոր նախագիծը շրջանառվի այնտեղ ոչ միայն Արցախի մասնա դուրս մղվելու այլ դուրս է մղվելու նաեւ ցեղասպանության ճանաչման առաջնայնության խնդիրը ես էլ չեմ ասում հայրենազրկման եւ հատուցման մասին դա ամբողջը դուրս է մղվելու Սա է, որ այսօր փորձում են իրականացնել եւ կյանքի կոչել եւ Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղության բանի տակ 4-րդ հանրապետության հռչակումով ասեց հետեւյալը որ այն ամենը ինչ որ խանգարում է հաշտ ու համերաշխ եւ մոռացության մեջ անցյալի մոռացության մեջ ապրել մեր հարևան թշնամի երկրների հետ եւ ոչ միայն հարևան, ենթենք Ռուսաստանի հետ էլ այդ ամեն ինչը, Ռուսաստանն էլ է վերաբերվում այդ ամեն ինչը, որը ուղիղ հարևան չի, բայց տարածաշրջանում ներկա է, այդ թվում Հայաստանում եւ առաջի հերթին Հայաստանում։ Դա այն ապագան, որը արդեն այսօր եկել է։ Եվ մենք այդ համատեքստում խաղաղություն ենք հաստատել։ Եթե մենք որևէ կերպ այն թեզերը, որ ասում են Նիկոլ Փաշինյանը, համեմատենք այն թեզերի հետ, որ անընդհատ շարունակ, ասում են օրինակ Ալիևը, հա, այս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում էլ Ալիևը դրա մասին խոսեց, համեմատենք այն
պատրաստվածության հետ, այդ թվում բանակային պատրաստվածության հետ, որ իրականանում Ադրբեջանում եւ Հայաստանում նվազում են, ռազմական ծախսերը Ադրբեջանում ավելանում են։ Ում դեմ է պատրաստվում Ալիևը պատերազմել, Ռուսաստանի, Իրանի։ Ալիևը այն Ադրբեջանը այն պրոքսի պետությունն է, որ ռուսները, հրեաները, Իսրայելը, թուրքերը օգտագործում են Հայաստանի դեմ։ Ադրբեջանը Ալիևը ճիշտ է հոխորտում է, որ ինքը աշխարհի ամենալրջագույն պետություններից մեկն է առնվազն տարածաշրջանային, բայց նա պրոքսի պետություն է, որին օգտագործում են Հայության եւ Հայաստանի դեմ։ Այդ դեպքում հարց ով։ Ասեցի ով։ Թուրքերը, ռուսները, Իսրայելը տվյալ դեպքում եւ գլոբալիստները, անպայման դրան պետք է անհրաժեշտ։ Անդրադարձակ Ալիևի ելույթին, Ալիևի ելույթում կար մի այդպիսի շատ հետաքրքիր ձևակերպում։ Նա իհարկե այդտեղ շատ աշխատանք ունենք անելու, որովհետև նա շարունակում է պատերազմել այդ տիրույթներում, շարունակում է պատերազմել Հայաստանի հետ, յուրաքանչյուր իր ելույթը, եթե դուք դիտարկում եք, տեսնում եք, թե ինչպես է նա մատուցում կատարված այս նույն 44-օրյա պատերազմը, դրան նախորդող եւ դրան հաջորդող ժամանակահատվածները, դրան հիմա ես չեմ անդրադառնա, դա առանձին աշխատելու եւ մտածելու տեղիք է տալիս մասնագետների կողմից, պարզապես մատնանշեմ իր հետևյալ ձևակերպմանը։ Նա ասեց Թրամփի ուղին, այսինքն ես գրել եմ, ես արել եմ, այս Թրամփի ուղի ենք վերցրել, Թրամփի ուղին անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Ուրեմն նա Զանգեզուրի միջանցք չի ասում, Թրամփի ուղի նշեց, ամբողջ ես էլ զարմացա, ամբողջական անվանումը տվեց այդ Թրամփի, չգիտեմ, հանուն խաղաղության եւ չգիտեմ ինչի։ Բարեկեցության, հա։ Թրամփի ուղին անցնելու է ոչ թե Հայաստանի տարածքով, այլ Զանգեզուրի միջանցքով։ Կարելի էր անցնել, նկատելուն չտալ այդ ձևակերպումը, բայց ես կանգնեցի այդտեղ, դա ձեզ եւս ինչ-որ բան հուշում է։ Տեսեք, դուք ասացիք, որ Ալիևի մնացած ասասների վրա այդ ելույթում չարժի է հիմա ծանրանալ, ես նույնպես չեմ ծանրանալ, բայց թրուցիկ ուզում եմ։ Համեցեք, եթե ինչ-որ բան դուրս եկելի բերել, շատ լավ է։ Դրանք արձանագրեմ հետևյալը։ Իր ամբողջ ելույթի կառուցվածքը հետևյալն էր, որ կա մի հատ ագրեսոր երկիր, այդ ագրեսորը այլանդակ ագրեսոր է, ինքը սպանություններ արել, էթնիկ զտումներ արել, ռազմական հանցագործություններ կատարել, ոչնչացրել է բազմաթիվ քաղաքներ, մզկիթներ եւ այլն, մշակութային արժեքներ, ինքը այդ ամեն ինչը ես դրա եմ ասում, ես չծանրանամ թվային բաներ։ Ծանր է, հա, այդ ամեն ինչը, եթե մենք չենք պատասխանելու։ Այդ երկիրը եւ այդ ժողովուրդը հայ ժողովուրդն է եւ Հայաստանն է։ Եկել են մեզ ոչնչացրել եւ մենք միջազգային հանրության աջակցությունը ունեցել ենք իդեմս բանի անվտանգության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի քանի որոշումների, բայց Մինսկի խումբը ստեղծվել, որը ոչինչ չի արել, այս ամբողջ ընթացքում փորձել է ստատուս քվո պահպանել, հայերի կողմից են փաստացի հանդես եկել, եւ մենք ստիպված ենք ազատագրական պատերազմով, հայրենական պատերազմով, ինչպես ինքն ասում, ազատագրել մեր տարածքները ուժով։ Այսինքն մենք այդ զզվելի օկուպանտ հայերից ազատեցինք Ադրբեջան իմիջանից Նիկոլ Փաշինյանը իր վերջի համագումարի ելույթում նույնպես այդ թեզը առաջ է մղում ասելով, որ եւ ելույթում կամ դրանից հետո կարևոր չի վերջի ժամանակա, վերջի մի շաբաթվա ընթացքում, որ ուրիշի հողում ուր եք մեր զինվորներին ուղարկում ծառայելու։ Ալիևի ասած բացարձակ կրկնությունն է հիմա։ Հետո մենք այդ պատերազմում հաղթեցինք, ջաջախեցինք, ազատագրեցինք եւ այլն, անմիջապես հետո առաջարկեցինք խաղաղություն։ Այսինքն տեքստ գրեցինք խաղաղության պայմանագրի, այսինքն էթնիկ զտումներ, այդ ամեն ինչը ինչ որ Ադրբեջանն է արել, փաստացի վերագրվում է հայկական կողմին եւ իրանք խաղաղասեր են։ Տվեցինք, այս հայերը հələ փորձեր էին անում, մենք վերջնական ազատեցինք Ադրբեջանը եւ այն որ ինչ որ մենք ուզում ենք խաղաղություն, մենք եկանք այդ խաղաղության, վերջապես հայերը հասկացան, որ մեր հետ չի կարելի խաղեր տալ եւ խաղաղությունն է պետք ունենալ։ Այսինքն Ադրբեջանը եւ դա զուգակցվում է որ իրանք բան են
հաշտվում են տարբեր խնդիրների հետ, որ իրանք ունեցել են ոչինչ, իրենք կարողանան այդ հաղթահարել ականների թեման։ Դե չեմ ուզում ամբողջը բարձրացնեմ։ Ասում եմ, այստեղ պատերազմ է, սա պարզապես ելույթ չէ։ Դա պատերազմական գործողություն էր այդ ելույթը։ Հա, չէ, ինքը ոչ միայն պատերազմական գործողություն էր, ինքը փաստացի նկարակ ներկայացնում է աշխարհ։ Ենթադրենք ես եմ ոչինչից տեղյակ չեմ եւ լսում եմ Ալիևին։ Ես չգիտեմ ով եմ։ Անհասկանալի մեկն եմ, անհասկանալի ազգության։ Լավ լսում եմ Ալիևին, ասում եմ, ես կեղտոտ ազգին ես, ես զզվել ես, ես սրիկա, մարդասպան, հանցագործ ազգին ես, հայր եւ ես ինչ խեղճ ու կրակ ժողովուրդ է, ինչ լավ որ Ադրբեջանը կարողացավ ազատագրել իր տարածքները եւ հիմա եւ ինչքան ինքը պետք Եվրոպային իր խողովակներով եւ ինչքան ինքը դրական եւ այլն։ Հիմա գանք ձեր, այսինքն եւ ոչ մի արձագանք դրա հետ կապված, ոչ մի արձագանք, ոչ մի, այսինքն ոնց որ տենց էլ կա, հայկական կողմ կոչված են ներնայական լռում են, որտեղ իրանք դե համաձայն են ի վերջո։ Համաձայն են, չէ՞, ասեցի Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եք ուրիշի տարածք ուղարկում մեր զորքերը։ Ինչ եք օկուպացնում խեղճ Ադրբեջանի Ղարաբաղ տարածքը։ Փաստացի դա չէ ասում։ Հիմա անդրադառնալ Թրամփի ուղուն։ Ձևակերպումը որ տվեց, դասական էր Ալիևը։ Ասեց Թրամփի ուղի ծրագիրը ապահովելու է, որ Զանգեզուրի միջանցքը աշխատի։ Հասկանաք, այսինքն այդ ամեն ինչը Զանգեզուրի միջանցքի մասին է, դա Զանգեզուրի միջանցքը։ Իսկ Թրամփի ուղի ծրագիրը դա ապահովելու նրա անխափան աշխատանքը։ Այնպես որ ոչ մի հարցում, ոնց որ 35 տարի մի անգամ այդ մեր Նիկոլից առաջ եղած վարչակարգերի ղեկավարները անդադ ասում ենք բանակցում ենք մի անգամ չի եղել, մի անգամ որ ադրբեջանական կողմը հայր Ալիևը, որդի Ալիևը ասեն, որ իրանք համաձայն են որևէ պարագայում որ Ղարաբաղը, չեմ ասում են ազատագրված Ղարաբաղը դուրս մնա Ադրբեջանի կազմից համաձայն չէ, դուք շատ ասեցիք, իրավունքներ ունեն Արցախում բնակվող հայությունը, ոչ միայն դուրս գա, ես ավելի նվազագույն բանի մասին եմ խոսում։ Այսինքն դա Ադրբեջանի տարածքա ոնց իրենք կառավարել երբևիցե, այնտեղ Ղարաբաղի չէ որ սովետի ժամանակ կոմպակտ բնակվող տեսեք Ղարաբաղի ինքնավար մարզը ժողովրդի մասին եղել են դրույթներ, կոմպակտ բնակվող ժողովրդի գոնե Սովետի մասին որևէ դրական բան չարժե։ Հարցը սովետը չի, հարցը ձևակերպումն է։ Հայ ժողովուրդը, որը կոմպակտ բնակվել է այդ հետո որ ավտոնոմիա սարքեցին, ինքը ուներ եւ ավտոնոմիա եւ իրավունքներ։ Ինչ իրավունքներ ուներ։ Ավտոնոմ հանրապետությունը եւ հանրապետություն չէր։ Այդտեղ բնակվող մարզը որը իրավունք չուներ, այնտեղ շատ թույլ են այդ իրավունքները, դրա համար էլ այդ ի վերջո ոնց որ Նախիջևանը դատարկվեց, Արցախն էլ էր դատարկվել։ Դե վերջ ուրեմն եթե դուք եք ասում իրավունքներ չունել, Ալիևը ինչ ասի։ Չէ, Ալիևը ասում է հետեւյալը, չէ, ես ասում իրավունքներ չուներ, որտեղ իրավունքներ չուներ։ Հայկական կողմի իրավունքները սովետական միության բոլոր հնարավոր տարբերակներով բան էին արել, անտեսվել էին։ Բայց Ալիևը չէ, մինչ էս Ալիևը, Ադրբեջանը ամենասկզբից լուծարեց, չէ, Արցախի հետ բանը ավտոնոմ մարզը լուծարեց։ Այսինքն Արցախ չէ, Ղարաբաղ կներեք, Լեռնային Ղարաբաղ միավոր, վարչական միավոր գոյություն չուներ Ադրբեջանում։ Երբ։ Ամենասկզբից, երբ որ սովետական միությունից դուրս եկան, առաջի քայլերից մեկը որ արեցին, դա վարչական մարզի լուծանումն էր։ Լավ։ Այսինքն, այն ինչ որ դուք եք ասում, խոսք չկար ոչ միայն որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս լինի, խոսք չկար նաև նրա մասին, որ որևէ կերպ դա պետք է Ադրբեջանի որևէ այլ տարածքից տարբերվի, որևէ ձեր ասած իրավունքով, մշակութային կլինի այդ իրավունքը, թե որևէ այլ։ Նենց որ ասածս հետևյալն է, ոնց որ Արցախի հարցը ինձ կարծիքով վերջնական լուծել են, նույն ձևի վերջնական փորձել են լուծել Հայաստան կոչվող այս պետական միավորի հարցը։ Ինչպես այդ դուք այդ կապը խնդրում եմ։ Ձևը հետևյալն է, Հայաստանում ոնց իրենց կրծեր գործընկեր
Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակարգի եւ իշխանական այդ իմ ասած 35 տարվա համակարգի հետ միասին Հայաստանում հայկականությունը պետքա դուրս մղվի։ Այն ինչ որ այս նոր սահմանադրությամբ, այս նոր քարոզներով, խաղաղության անվան տակ, չգիտեմ, խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ անվան տակ, բոլոր այս ծրագրերով փորձ են անում Հայաստանը, հայությունը կտրել կապը իրենց ինքնության հետ։ Դրա ամենակարկառուն դրսևորումներից մեկը Արարատի շուրջ տեղի ունեցող քննարկումներն են, Արարատ Սուրբ Սարի, որը համարվում է հայության խորհրդանիշ, եւ դա համարվում է ոչ միայն հայության մոտ, համարվում է ամբողջ մարդկության մոտ։ Հայությունը, հայկականությունը ուղիղ ասոցացվում է, նույնացվում է Արարատ Սարի հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, չգիտեմ, Պուտինը, Էրդողանը, մնացած բոլորը, Նետանյահուն, Սորոսը, իրենք բոլորը, ովքեր թշնամական գործողություններ են նախատեսում հայության դեմ եւ Հայաստանի դեմ, եւ ուզում են վերացնել հայկականությունը տարածաշրջանից որպես գործոն վերջնականապես։ Դրան են այդ խնդիրները եւ մեր մոտ դա իրականացվում է եւ մեր մոտ դա քարոզվում է եւ այդ քարոզի դեմ ընդվզում փաստացի չկա։ Հասկանում եք, մարդիկ այն ինչ որ ես ասացի ոգին են ջարդել կամ փորձում վերջնականապես ջարդել։ Մարդիկ զբաղված են հայտնի ձևակերպումն ասեմ, ժանտախտի ժամանակ խրախճանքով։ Մտածում են այսօրվա օրվա հաճույքների կամ հացի մասին։ Եվ ունեն այն բանաձևը, որի մասին ասել է Սրբազան Աջապահյանը, ասել է, որ այլընտրանք է ձևավորվել հայերի մոտ, հայրենիքը պաշտպանելու փոխարեն վտանգի պարագայում լքել հայրենիքը։ Այսօր դա է կատարվում։ Ապրում են մինչև այն պահը, որ արդեն չի լինի ստե, հնարավոր չի լինի ապրել, այդ ժամանակ կլքեն։ Մենք դա տեսել ենք, չէ՞, 90-ականներին։ Ամենածանր պահին հարյուրավոր հազարներով լքեցին հայրենիքը, հիմնավորել որ սոցիալական խնդիր ենք լուծում։ Բա հացի, բա ընտանիքս, բա երեխեքս։ Այստեղ ապրողները ընտանիք չունեին, երեխեք չունեին։ Չունեին։ Խնդիրներ չունեին։ Ունեին, բախի չգնաց։ Եվ ունեն։ Հիմա Ալիևի մասին խոսեցի, քանի որ տենց համել անցանք այդ ՄԱԿ-ի գագաթաժողովի հարցերին, անպայման ուզում եմ անդրադառնալ նաև Զելենսկի ելույթին։ Պարոն Հակոբյան, այստեղ ես կխնդրեմ մի 3 րոպեով բառացիորեն ընդհատվենք գովազդային դադար, հայտարարենք եւ վերադառնանք արդեն ռուս-ուկրաինական պատերազմին, Զելենսկի-Թրամփ հանդիպմանը եւ դրան հաջորդող երևի թե Թրամփի հայտարարություններին եւ այն ինչ որ այս 2 օրը տեղ ունեցավ։ Սիրելի հայրենակիցներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։
ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Արա Հակոբյանի հետ ենք զրուցում, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, եւ այսպես վերադառնանք այն թեմային, որը դուք բարձրացրեցիք գովազդից առաջ։ Զելենսկի, Թրամփ երևի թե հանդիպում եւ զրույց եւ յետ այդ հանդիպումից հետո զարգացումներ։ Տեսեք, ես Զելենսկի Թրամփ հանդիպմանը հիմա կանդրադառնամ, բայց ես ուզում եմ ասել հայկական մոտեցման դիրքորոշման, Ալիևյան դիրքորոշման հետ համեմատության մեջ դնել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Ինչ է ասում Զելենսկին։ Հետո կանդրադառնանք Թրամփ-Զելենսկի եւ ռուս-ուկրաինական պատերազմին ընդհանուր առմամբ։ Զելենսկին ասում է հետեւյալը, որ մենք կռվելու ենք եւ հարցերը լուծվում է զենքով։ Այսօր միջազգային այս ինստիտուտները արդյունավետ չեն։ Որևէ մի երաշխիք չի աշխատում։ Ստորագրված համաձայնությունները խափանվում են կամ խախտվում են։ Հարցերը լուծվում են զենքով։ Ուկրաինան իր հարցերը Ռուսաստանի դեմ լուծում է զենքով, եթե դուք ուզում եք մեզ աջակցեք, որպեսզի Ռուսաստանը մյուր հերթական քայլը չանի Ուկրաինային հաղթելուց հետո, այսինքն մյուս ագրեսիան չիրականացնի Եվրոպայի հետ կապված եւ ընդհանրապես, ապա մեզ օգնեք զենքով։ Մենք կռվում ենք, մեզ զենք ապել։ Համաձայն եք։ Իհարկե համաձայն։ Դրույթի հետ։ Իհարկե համաձայն եմ։ Միարժեք համաձայն եմ։ Իսկ ինչ եմ համաձայն, ասեմ, որովհետեւ այն աշխարհակարգը, որ կար, ինքը քանդվել է, նոր աշխարհակարգը դեռևս չի ձևավորվել, այդ աշխարհակարգի ձևավորման ընթացքում պատերազմներ են ընթանում տարբեր տարածաշրջաններում, ամենամեծ պատերազմը սպայն ռուս-ուկրաինականն է եւ երկրները նոր աշխարհակարգի հետ համեմատած դիրքավորվում են։ Եվ հիմա այս պահին զենքն է խնդիր լուծողը։ Եվ նույն բանը ասում է Ալիևը, չէ՞։ Նույն բանը անում է Թուրքիան, չէ՞, նույն բանը անում է Իսրայելը, չէ՞, բոլոր նրանք, ովքեր մեր հետ նույն բանը անում է Ռուսաստանը, Ուկրաինայում եւ ոչ միայն, չէ՞։ Հայ քարոզիչները, Հայաստանը կառավարող, այսպես կոչված ուժերը, ասում են, չէ, ամենամեծ երաշխիքը այդ թղթի կտորն է, անունը խաղաղություն։ Լեգիտիմություն է տալիս դա մեզ։ Հիմա մի հարց տամ, հետո էլի անդրադառնամ։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանից առաջ եղածներն էլ բազմաթիվ անգամ խոսել են նրա մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց դրա վրա է հենում ամեն ինչ, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները տարածքը դա 29743 կիլոմետր է քառակուսի, ճիշտ է։ Բազմաթիվ անգամ անընդհատ եւ այդ թիվն է ասում, եւ այդ բանն է, թեզն է առաջ մղում, դրա վրա հենելով ամեն ինչ, հարց։ Այն էլ մինչև դելիմիտացիա, դեմարկացիա, այսինքն դեռ հələ այդտեղ էլ կարող է ճշգրտում։ Միջազգային ճանաչված, ես իր թեզն եմ, միջազգային ճանաչված սահմաններ եւ տարածք։ Հիմա հարց, այդ միջազգային ճանաչված տարածքը 29700, մի հատ փաստաթուղթ միջազգային ճանաչված, մի հատ,
Կարող եք տալ, ցույց տալ, որտեղ դա գրված է։ Մի հատ փաստաթուղթ, որտեղ գրված է Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված տարածքը 29000 եւ այլն քառակուսի կիլոմետր։ Մի հատ էս փաստաթուղթ Դե կա։ նրանք Ալմատի են Հա, ասում, մի րոպե, այսինքն թիվ չկա, տարածք չկա, միջազգային Ալմատի դա հրճակագիր է։ հրճակագրում էլ նույնիսկ հրճակագիրա բանարված, վավերացված, բայց ընդեղ էլ չկա դրա մասին։ Բառ անգամ գրած, բառ։ Կեղծիք է այդ ամբողջը, չկա գրած, որ սովետական միության վարչական տարածքները այս երկրները ճանաչում են որպես պետական, միջպետական։ Չկա բառ տենց գրած, չկա։ Չկա 29700, այսինքն 29700 միջազգային ճանաչված տարածք, թեզը ինքը իրանով կեղծ է, կեղծ, ծեր սուտ է, չկա տենց Փաշինյանն բան։ էլ ասում է սուս եկեք սուս մնանք, Չէ, հիմա հարց, որպեսի կամած Հիմա այդ հարց։ ցանկապատա թե կադաստրի թուղթա ինչ անվանում ասես եղավ։ Մենք ունենանք այդ տարածքը, բայց սուտ են ասում, որովհետև այդ տարածքը չկա։ դե ասում է Ադրբեջանի Հիմա հարց, բայց ես հարց եմ ուզում տալ, իսկ կա տարածք միջազգային ճանաչված Հայաստանի Հանրապետության։ նորից Իսկ կա տարածք, ոչ 29000 եւ այլն։ Այլ տարածք կա Հայաստանի Հանրապետության համար ճանաչված։ դուք առաջին հանրապետության Այո, իհարկե կա։ Իհարկե կա։ Եվ այդ տարածքը 29743 չի, շատ ավելի շատ է։ Եվ միջազգային ճանաչված փաստաթղթերով է այդ տարածքը ճանաչված։ Սա է ամբողջ խնդիրը։ Դե ասեք, որ Եվ- հանրությունը իմանա, եւ- ես բերան, ես ասեցի։ Դուք ասեք, Չէ, ինչը նկատի դե ունեք։ ես ասում եմ, Ինչը ես նկատի ունեք։ ճազեցիք հարբերան ես եմ ասում, ես ի նկատի ունեմ սկսած Անտանտի երկրների, ազգերի լիգայի երկրների Սևրի պայմանագրով ձևավորված Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքների վերաբերյալ։ Ես դա ի նկատի ունեմ, միջազգային ճանաչված փաստաթղթերով, վավեր փաստաթղթերով, ոչ թե Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվավեր պայմանագրերով, ոչ թե բանի Ալմատի հրճակագրով, որտեղ ոչինչ գրված չի դրա մասին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ մնացածի կեղծ հայտարարությունը, որ կան փաստաթղթեր, միջազգայինորեն ճանաչված վավեր փաստաթղթեր, որով Հայաստանի Հանրապետության տարածքը հատկորոշվում է։ Էապես անգամները վավել, քան այն ինչ որ Եվ Նիկոլ Փաշինյանը ասում է։ հարց, որոնք կբեկանվեն, եթե այս խաղաղության պայմանագիրը կնքվի եւ այս կնքված պայմանագրի հիման վրա դեմարկացիա դելիմիտացիա կատարվի եւ այդ դեմարկացիա դելիմիտացիայից հետո նորից տրվի ճանաչման եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետություն դառնա եւ այդ սահմաններով, որը որևիցե աղերս այլևս չի ունենա ձեր նշած առաջին հանրապետության հետ։ Հիմա տեսեք, դուք հարց եք տալիս, որի պատասխանը միարժեք հիմա դժվար է տալ, որովհետեւ մի բան կարելի ասել միարժեքորեն։ Գործընթացը կբարթանա, որովհետեւ փաստացի այն ինչ որ Փաշինյանը փորձում է Ալիևի հետ անել, ինքը ուզում է միջազգային լեգիտիմ ուժ տալ Մոսկվայի 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին։ Որոնք բեկանում են ձեր ասած որոնք բեկանում են միջազգայինորեն ճանաչված հայկական տարածքները, հա։ մեկընդմիշտ այդ հարցը փակում Չէ, է։ մեկընդմիշտ չի լինի փակել, որովհետև ի վերջո, երբ որ կգան ազգայնական իշխանությունները, նրանք եւ Հայաստանի ներհայկական շրջանակում եւ միջազգային շրջանակում կփաստարկեն, որ այս ամեն ինչը եղել է հակահայկական իշխանական համակարգի թշնամական գործունեության արդյունք, որը կրծեր գործընկար է եղել թշնամի պետությունների, այսինքն ուժի ներքո համաձայնության ներքո, դավաճանության ներքո տարբեր ձևակերպումներ կլինեն, որով կվերադառնանք մեր ակունքներին, կվերադառնանք մեր հայկական հարցին եւ պահանջատիրությանը, բայց դա շատ ավելի դժվար կլինի անել։ Որովհետեւ ամբողջ աշխարհը ի վերջո տեսնում եք, չէ՞ ինչա կատարում, նույն Թրամփը ինչա ասում։ Ասում է խաղաղություն եմ ուզում, որովհետեւ ամբողջ աշխարհը ուզում է իրավիճակը դարձնել վերահսկելի։ Հիմա ցանկացած բան, որ արդեն իրենց կարծիքով վերահսկելի է եւ կողմերից մեկը հաղթել է, իսկ մյուսը ճանաչել է իր պարտությունը, տվյալ դեպքում թուրք-ադրբեջանական
կողմը հաղթանակա տոնում, իսկ հայկական կողմ կոչվածը պարտությունա տոնում նորից։ Դրա հետ եւ դա դնում է աշխարհի առաջ, ասում են մենք համաձայն ենք կապիտուլացմանը։ Համաձայն ենք Աշխարհ ջան։ Աշխարհը ասում է թե համաձայն ես, համաձայն չես։ Դրա համար այս հարցը փակեցինք։ Դժվար է լինելու ավելի այդ հարցը նորից բացել։ Դժվար է լինելու, բայց հնարավոր է լինելու։ Հիմա անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին։ Անդրադառնանք նրան, որ դուք հպանցիկ նշեցիք, այո, այդ տեսանկյունից դիտարկենք Զելենսկի-Թրամփ եւ Էրդողան-Թրամփ։ Փաստորեն երկու խոսակցություններն էլ այդ սեպարատ առանձին, այսինքն խոսակցությունները գալիս հանգում էին զենքի ձեռքբերմանը։ Եվ Թրամփ եւ Թուրքիան ինքնաթիռներ, կործանիչներ, չգիտես ինչ հարցեր լուծեց, լիքը մեծ թվով մեծ շատ դոլարների, այսպես ասած, միլիոնավոր դոլարների, միլիարդավոր դոլարների, այո, մասին է խոսքը, նույնը Զելենսկին էր, այդ թեման էր բարձրանում։ Տեսեք, հիմա անդրադառնանք այդ երկուսին, դու կապեցիք իրար հետ, մի քիչ տարբեր են, բայց ընդհանրություն կա։ Դուք զենքի մասին եք պարզապես խոսում, որ ամբողջ աշխարհը զինվում է եւ հիմնական իրենց ինչ իրենք ուզում էին, բանակցում էին Թրամփի հետ, ի վերջո գալիս հանգում էր դրան։ Տեսեք, բանի ռուս-ուկրաինական տիրույթում, ուրեմն բազմաթիվ զարգացումներ են եղել այս վերջերս, սկսած այն բանից, որ ռուսները սադրում են արևմուտքին, ՆԱՏՕ-ին մասնավորապես, դրոններ ուղարկելով Լեհաստան, խախտելով Էստոնիայի սահմանը, Ռումինիայի սահմանը, Դանիայի սահմանը եւ այլն, այսինքն սադրում են։ Հիմա ՆԱՏՕ-ն արձագանքում է եւ արձագանքը քանի գնում ավելի կոշտանում է եւ այդ արձագանքի մեջ սկսել է լսվել նաև Թրամփի ձայնը։ Դա հետաքրքիր զարգացում է։ Թրամփը դեռևս, այսպես ասած, գետնի վրա որևէ հակա ռուսական ճակերտներում, այսինքն Ռուսաստանին սաստող կամ պատժող գործողություն դեռևս չի արել, բայց իր խոսույթը կոշտացել է։ Եվ ամենակոշտ բանը, որ ինքը ասեց, դա Զելենսկու հետ հանդիպման ժամանակ էր, փաստացի, ինքը ճանաչեց այն իրողությունը, որ Ռուսաստանը իր ասելիքն եմ կրկնում, 3 օրից մի շաբաթվա ընթացքում պետք է հարցը լուծել Ուկրաինայի, եթե հավատանք ռուսական զորության բանին, հա, միֆերին, լեգենդներին, բայց 3.5 տարի է պատերազմ է, եւ ես ինչ հաջողություններ էլ չի ունեցել, որ Թրամփն է ասում։ Եվ փաստացի ասեց, Ռուսաստանը թղթե վագր է։ Ռուսաստանը թղթե վագր ասեց, այսինքն եւ ես հիմա սկսում եմ կարծել, ասում է, որ Ուկրաինան ոչ միայն կարող է դիմադրել այս ռուսների բանին, այլ կարող է նաեւ իր կորցրած տարածքները հետ բերել։ Ասում է Թրամփը։ Եվ մենք Ուկրաինային դրանում կօգնենք։ Մենք կօգնենք։ Այո, մենք կօգնենք ՆԱՏՕ-ի միջոցով զենք կտանք եւ այլն։ Եվ լուրերը ասում են նրա մասին, որ ինչ պահանջ եղել է Զելենսկու կողմից ՆԱՏՕ-ի միջոցով զենք ստանալու, զինվելու, բացի Տոմա Գավք այդ հրթիռներից։ Դա չտվեց, պաստորեն։ Ասում են, որ չի տվել։ Հնդածս կերևա, որտեղ այդ տվյալները այն ամեն լրատվություն է որոշակի, բայց հիմնական պահանջները բավարարվել են, ամենայն դեպս Ռյուտեն ՆԱՏՕ-ի այսօրվա գլխավոր քարտուղարը խոսում էր էլի արհամարական խոսքերով էր խոսում Ռուսաստանի հետ կապված։ Եվ ընդհանրապես արհամարական խոսույթը Ռուսաստանի նկատմամբ դառնում է գերակա։ Որ Ռուսաստանը այն չի ինչ որ ներկայացնում ենք։ Հիմա դա անդրադառնամ ստեղի այդ ռուսների ամենամեծ ռուսից ռուս եղած այդ հայ կոչվող գործիչներին։ Աշխարհի համար ակնառու է, որ Ռուսաստանը այն զորությունը չունի եւ չի կարող այլևս ունենալ։ Եվ Ռուսաստանը ամենահավատարիմ եւ ամենածեծված իր կողմից դաշնակիցը ճակերտներում ունի, անունը Հայաստան։ Հերիք չէ Հայաստանը դնեք Ռուսաստանի զոհասեղանին։ Հերիք չէ։ Դարեր շարունակ դա արել եք, 300 տարի շարունակ։ Հերիք չէ հերթական անգամ Հայաստանը դնեք Ռուսաստանի զոհասեղանին, Ռուսաստանի շահերը սպասարկելու համատեքստում։ Հերիք չէ։ Պարոն Հակոբյան, մի բան խնդրեմ, ինձ մի նայեք դա ասելու։ Կամերային նայեք, ես ձեզ խնդրում եմ, որովհետև ես չեմ դրել։ Դուք այդ մարդկանցից չեք, ես դա գիտեմ։ Կներեք, շատ ներողություն է։ Դուք այդ մարդկանցից չեք, ես դա գիտեմ։ Հիմա տեսեք,
Մյուս բանը Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում Թուրքիան վաղուց ակնկալում է, որ ԱՄՆ-ից ստանալու է F-15 եւ F-36 ինքնաթիռները եւ Թրամփը փաստացի ասաց, որ դա դրական ենթադրաբար լուծում կստանա, բայց այդտեղ Թուրքիայից էլ պահանջներ կան։ Առաջի պահանջը ինքը ասաց, որ իմիջիալից Էրդողանի նկատմամբ դրական շատ արտահայտվելով եւ նաեւ կատակներ անելով Էրդողանի հետ, որ Էրդողանը շատ լավ գիտի ոնց են ընտրությունները կեղծվում, հա, sense բաներ ասես մի երկու հատ։ Բայց ինքը առաջի բանը որ պահանջեց, դա պահանջներ որ Էրդողանը դադարի նեյտրալ դիրքորոշում ունենա ռուս-ուկրաինական պատերազմում։ Երկրորդը դադարի օգտվել ռուսական նավթից, գազից եւ այլն։ Եվ այստեղ արդեն նորից շրջանառվում են լուրերը, որ մեծ պայմանավորվածություններ ա ձեռք բերվել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ, Թուրքիայի միջև գազի եւ նավթի մատակարարումներ ԱՄՆ-ից մեծ թվերով եւ երկար տարիների համար, այդ թվում գազը ինքը հեղուկ գազի մասին է խոսքը, փաստացի Թուրքիան ԱՄՆ-ն, այսինքն եթե հիշում եք ռուսները ուզում էին Թուրքիան հաբ դառնա ռուսական, այդ բանի վառելիքի արտահանման իմաստով այդ ծրագիրը չաշխատեց ու չի աշխատելու ինչքանից հասկանում եմ, հիմա նույն բանը ԱՄՆ-ն ուզում անի Թուրքիայի մասով, այսինքն Թուրքիան կարողանում է համարժեք ճկունություն ցուցաբերել իրավիճակի փոփոխության համատեքստում իր դիրքերը ոչ միայն չկորցնելու, այլ ամրապնդելու։ Դա եթե դուք Թուրքիայի տեսանկյունից եք նայում, իսկ եթե դուք նայեք նորից Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, մի քիչ մեծ տարածաշրջանում, արդեն երկրորդ տեղն եք ցույց տալիս։ Առաջինը նույն այդ Թրամփի ուղի կոչվածը, այդ հատվածը, որտեղ Ռուսաստանն էր 9-րդ կներեք, որ հիշեցնում եմ, կետով ուզում գալ կանգնել, այդտեղ Թրամփի ուղի կոչվեց այդտեղ եւ դեռ չգիտենք Ռուսաստանը կարողանալու է ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ այդտեղ թե ոչ, եւ երկրորդը փաստորեն Թուրքիայում, այն ինչ ուզում էր Ռուսաստանը աներ Թուրքիայում, այդ հաբը Միացյալ Նահանգներն է այդտեղ նորից իր ակտիվությունը եւ իր ոտքը ամրացնում։ Հիմա ես ձեր հարցին պատասխանեմ, բայց ձեր հարցից բխող մի հատ զարգացման անդրադառնամ, որը կարեւոր է կարծում եմ։ ԱՄՆ-ն գոնե այս պահին այն զարգացումն այն դեպքերի ընթացքը որ ունենք հաստատվում է մեր տարածաշրջանում նոր կարգավիճակով այսինքն հաստատվում է համակարգողի կարգավիճակով եւ այդ համակարգման իր տիրույթում որ երկրները ավելի խորը կներգրավվեն դա ի վերջո ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերությունների համատեքստում է լինելու եւ այդ իմաստով նա փոխարինում է նաև Ռուսաստանին, որտեղ այս մեր տարածաշրջանում համակարգումը ինչ վերջերս Ռուսաստանն էր։ ԱՄՆ-ն եթե դա այդպես հաստատվում է, Ռուսաստանը դուրս է մղվում։ Հիմա այ Ռուսաստանը դուրս է մղվում, թե չէ, այստեղ մի հատ հետաքրքիր իրավիճակ կա, որին ես ուզում եմ անդրադառնալ, որտեղ դրա մասին եւ չեն խոսում եւ ոնց որ չեն էլ նկատում։ Ուրեմն տեսեք հետաքրքիր բան եղավ։ Մենք խոսել ենք նրա մասին, որ ներհայկական համատեքստում Նիկոլ Փաշինյանի համար ոնց որ ձեռնտու էր, բոլոր իմաստներով ձեռնտու էր հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անել եւ վերարտադրվել։ Դա ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այսպես ասած ներհայկական հակառակ համեմատաբար կողմերը ձևավորված չեն, թույլ են եւ Նիկոլ Փաշինյանը իր գործիքներով ամենայն հավանականությամբ վերարտադրվում էր։ Ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին։ Դա ձեռնտու էր թուրք-ադրբեջանական տանդեմին, որովհետև Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կապ կայացած պայմանավորվածությունը հնարավորինս արագ են արագ կյանքի կոչվում, դա վերաբերվում է ինչպես սահմանադրության փոփոխությանը, չէ, դա վերաբերվում է բանին, այդ Զանգեզուրի միջանցք իրենց երազանքին, այսինքն այն գործընկերներին, որոնք գործընկերը Նիկոլ Փաշինյանն ձեռք էր տալիս, այսինքն նրանք աջակցեին այդ գործընթացին։ Դա ձեռք էր տալիս նաև հավաքական արևմուտքի ներառյալ ԱՄՆ-ն, որովհետև համաձայնություն կա Հայաստանի կապիտուլյացիոն էս օրակարգի հետ կապված, ձևաչափի հետ կապված եւ ծրագրերը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում իրականացման հետ կապված ընդհանուր համաձայնություն է ձեռք բերված։
ում ձեռք չէր տալիս, որ Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ Իրանից սկսած մնացածին իրենից, սկսած մնացածին ձեռք էր տալիս, ում ձեռք չէր տալիս։ Ռուսաստանին։ Ձեռք չէր տալիս Ռուսաստանին արտահերթ ընտրությունները, որովհետև եթե հիմա արտահերթ ընտրություններ էր արվում եւ այդ ծրագրերը սկսում էին իրականացվել, փաստացի ավտոմատ Ռուսաստանը դուրս էր մղվում։ Սկսվում էր նայած, որ սահմաններն են Ռուսաստանի ձեռքից վերցվելու եւ այլ սահմանների պահպանումը եւ այլն։ Ձեռք չէր տալիս Ռուսաստան եւ Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրություններին, որովհետեւ բոլորին ձեռք էր տալիս, բայց Ռուսաստանին ձեռք չէր տալիս։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Ռուսաստանի վստահելի ներկայացուցիչը տարածաշրջան եւ Հայաստանը։ Մյուս հարցը ամբողջ աշխարհը հավաքվել էր Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան էր։ Մեծամեծները, Թրամփ եւ այլն, այսինքն չկար մեկը, որ այնտեղ չէր։ Նիկոլ Փաշինյանի գործընկերները այդ թվում Ալիև, Էրդողան, Նետանյահու, ով այնտեղ չէր, բոլորը այնտեղ էին եւ բոլորը ելույթներ էին, հանդիպումներ էին, պայմանավորվածություն։ Այնտեղ չէր ով մեզ հետաքրքրող մարդկանցից։ Պուտինը եւ ով Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ուր էր Նիկոլ Փաշինյանը, որ Նյու Յորքում չէր։ Պուտինի հետ զրուցում։ Մոսկվայում էր։ Գայանե ջան, Մոսկվայում էր։ Այսինքն Բայց ատոմակայանի հարցեր։ Դե հիմա ինչ-որ տարօրինակ Ռոսատոմի հետ։ տարօրինակ համաժողով մի հատ գնում է այն բանի բանապահպանական համաժողով Չէ, դե ստեղ հարց ունի, ստեղ մինչև 36 թվականը ատոմակայանի երկարաձգումը պարզապես հայտարարվեց այդ մասին։ Չէ, կարող, ինքը գնացել էր պարզ չէ, որ դա չէր խնդիրը, գնացել էր Պուտինի հետ հանդիպման եւ իմ կարծիքով գնացել էր Պուտինի ասածը իմ կարծիքով հետեւյալն է։ Նա Նիկոլ Փաշինյանի հորդորում է եւ պահանջում է, ասում է. «Տղա ջան, ես քեզ այսքան պահել եմ։ Հիմա ժամանակը եկել է, որ դու ոտդ մի քիչ կախկցես։ Գնում ես ընտրությունների ոչ արտահերթ, միջև տեսնեմ ես Ուկրաինայում ինչ եմ անում։ Եթե ես Ուկրաինայում հաջողում եմ, դու կլինես Հայաստանի զարգացումները կլինեն մի սցենարով։ Չեմ հաջողում, այդ ժամանակ լավ դու կունենաս որոշակի ազատության աստիճան։ Սա է, որ ոչ ոք չի ասում, Նիկոլ Փաշինյանն այդ մեր ռուսամետ եւ ոչ ռուսամետ, ես իմ ինչերը ստից, որոնք հենց ռուսամետ են, եւ արևմտամետ գլոբալիստներն են ռուսամետ, իրականում հենքից, եւ ռուսամետներն են դե բնականաբար ռուսամետ։ Բոլորը ձայները կտրած չեն շեշտում փաստը, որ Նիկոլ Փաշինյանը տեսեք ինչ տղա է Պուտինի համար։ Փոխանակ գնար Նյու Յորք, գնաց Մոսկվա։ Դե ճշմարտությունը որպեսի ասենք, Մոսկվայից այնուամենայնիվ նա Նյու Յորք ուղևորվեց։ Դա արդեն լրիվ ուրիշ իրավիճակ է ՄԱԿ-ի ասամբլեայում, այն իմաստով, որ այն ինչ որ ասեցի արդեն, որ մեծամեծները այնտեղ էին եւ ելույթներ ունեցան, հանդիպումներ, արդեն այնտեղ չեն։ Լրիվ ուրիշ օրակարգ է այլևս։ Նրանք այլևս այնտեղ չեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը աշխարհի մեծամեծներին փոխեց Պուտինի հետ 2 ժամանակ կամ 3 ժամանակ կամ 13 ժամանակ հանդիպման հետ։ Որում գիշերվա որովհետև Պուտինն է Նիկոլ Փաշինյանի տերը ու տիրակալը, հիշեք։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան, ցավոք նոր ձեր չեմ ասում էլի։ Ձեզ նայելով բայց ասում եմ նա շատ ազդեցիկ էր այն խոսքը եւ դուք ինձ էիք նայում, համենայն դեպս ես այդտեղ դերակատարում չունեի այդ ձեր ասացի մեջ։ Շնորհակալություն, ժամն է պարզապես ավարտվել եթերին տրամադրված, հետաքրքիր էր զրույցը, շնորհակալություն ձեր եւ վարկածների եւ տեսակետների եւ հիմնավորումների համար։ Դե շարունակում ենք հետևել, ինչպես ասում են, իրադարձություններին, կտեսնենք ինչպես կզարգանան, ինչ է լինելու Նյու Յորքում, այնուամենայնիվ Փաշինյանը Նյու Յորքում է եւ Ալիևի մենք նշեցինք, որ նա դեռ շարունակում է պատերազմել իր ամեն մի խոսքի մեջ կա հարված եւ նոր նվաճելու, նոր ինչ-որ դիրքեր նվաճելու հակումներ եւ նկրտումներ, տեսնենք հայկական կողմը դա կգիտակցի եւ ինչպես կհակադարձի։ Եթե թույլ կտակ երկու բառ ձեր ասած այդ կտեսնենք հայությունը Ոչ թե հայկական կողմը, եթե ասում ենք մենք եթե դուք նկատի ունեք այս գործող վարչակարգը, նա գիտակցում է, հասկանում է եւ աջակցում է այն ամենին, ինչ որ հակադարձում, այլ աջակցում է, ինչ որ անում է Ալիևը, թուրք-ադրբեջանական եւ ռուսական կողմերը, բայց տեսնենք գիտակցի արդյոք հայությունը եւ
հայկականությունը։ Շնորհակալություն, համաձայն եմ դիտարկման հետ եւ խմբագրման իմ հարցից։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաեւ ձեզ։ Արա Հակոբյաններ, մեր զրուցակիցը Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան եւ ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ զրուցվար Մերգայանե Արաքելյանը, բարին ընձեզ եւ լավ օր։